Բարև ձեզ, Երևան Today-ի այսօրվա հյուրն է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Դանիելյան, վերջին օրերի ամենաքննարկվող եւ քննադատվող թեմաներից է իշխանության որոշումը կապված սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու հետ։ Ձեր գնահատականը խնդրում եմ եւ արդյոք սա Թուրքիայի պահանջի արդյունք է, թե Հայաստանի իշխանությունն ինքն է ուզում ցույց տալ իր հավատարմությունը, այսպես ասած։ Գնահատականը միանշանակ բացասական է, բայց իրենց վերջին տարիների վարած քաղաքականությունը փաստում է նրա մասին, որ իրենք հետևողականորեն գնում են մեր ազգային խորհրդանիշները, արժեքների ոչնչացման ճանապարհով։ Եթե լիներ էպիզոդային ինչ-որ մի դրվագ, այս դրվագի հետ կապված չլիներ, կասենք դե ինչ-որ միտեղ բան է, բայց այս տարիների ընթացքում կրկնում եմ, իշխանություն կոչվածը գնացել է հենց այդ քայքայման մեր ազգային արժեքների ոչնչացման ճանապարհին։ Եվ եթե մենք օրինակ խոսում ենք եկեղեցու դեմ հարձակումների մասին, եթե մենք խոսում ենք ազգային պարը երաժշտությունը, կուսակցությունները, ինչ որ կապված ազգայինի հետ, սրանք խորը հակակրանք ունեն։ Սրանք գումարվում է նաև Ադրբեջանի եւ Թուրքիային հաջողանալու իրենց մոլուցքը եւ նաև թշնամական պետությունները կամ մեր հակառակորդ պետությունները իրենք տեսնելով իրենց զիջողական քաղաքականությունը եւ տեսնելով որ ամեն անգամ երբ որ պահանջ են դնում, այդ պահանջը բավարարվում է, իրենք նոր պահանջների հետևից են գնում։ Եթե չեմ սխալվում 2004 թվականից այդ կնիքների վրա եղել է Արարատ լեռան խորհրդանիշ։ Ոչ մի իշխանության տարիներին դա երբեք խնդրու առարկա չի եղել։ Խնդրու առարկա չի եղել մեր զինանշանի վրա խորհրդանիշները, խնդրու առարկա չի եղել անգամ այն պահին, երբ որ պաշտոնական պատվիրակություններ են հյուրընկալել նախագահականում, երբ որ գիտեք, որ Աբդուլլահ Գյուլն էր այցելել Հայաստան եւ այդ վերջերս աչքովս ընկավ, որ այդ դահլիճում, այդ սրահում Արարատ լեռան պատկերն էր։ Այսինքն ես չեմ լսել որևէ մի դեպք, որով որ դա խնդիր կարար հարուցել։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ իրավական հարթակում չեն կարող Թուրքիայից պահանջել նման բան։ Իհարկե չեն կարող պահանջել, բայց ես ուզում եմ նաև հիշենք Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է իր զինանշանի վրայից հանի Արարատ լեռը եւ հետաքրքիր է, էլի խոսում են սուվերենությունից, խոսում են նրանից, որ Հայաստանը այլևս իրենց բնութագրմամբ գուբերնիալ չի սուվերեն պետություն, անկախ է, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները կատարում են, հրաժարվում են ցեղասպանությունից, անգամ լկտիությունը հասավ այն աշխանի, երբ որ ասում էին, որ այդ զոհերին անուն խնդիր կա անուն գրելուց, սա սրբապղծություն է, սրբապղծությունը նաև այս ինչ որ իրենք անում են, եւ ինչքան էլ իրենք փորձեն դա փաթեթավորեն իբր դա մեր որոշումն է, երկու պարագայում է խայտարակություն է, իրենց որոշումը կլինի, թե այլ պետության պարտադրանքով կլինի, դա խայտարակություն է, խորհրդային ժամանակահատվածում էլ այդ խորհրդանիշները եղել, նորանկախ պետությունը, որ ստեղծվել է, մեր երրորդ հանրապետությունը, էլի նորից եմ կրկնում խնդիր չի եղել, բայց սա նաև կարևոր է նրա համար, որ մեր հայրենակիցները հասկանան, որ հենց սրանից է սկսում պետության կազմաքանդման եւ լուծարման գործընթացը։ Պետությունը դառնում է անողնաշար, անդեմ, անարժեք, իրենք եթե այդ արժեքային համակարգը հետևողականորեն քայքայում են, վերջում տակը բան չի մնալու։ Եվ թվում է թե ինչ որ մանրուքներ է, ինչ որ հարցեր է, բան, բայց սա մանրուք չի։ Սա մանրուք չի, այս Արարատ Արագած հակադրումը,
Իսկ ըստ ձեզ բանակցային դիրքերի վրա ինչպես է ազդում այդ խորհրդանշական զիջումները, երբ հայտնում ես, որ ամեն ինչի պատրաստ ես, ամեն ինչի համաձայնվելու պատրաստակամություն ես ցույց տալիս։ Սա ասում է նրա մասին, որ մեր պետությունը կարմիր գծեր չունի։ Իշխանությունները կարմիր գծեր չունեն։ Պատրաստ են ամեն ինչ զիջել, ամեն ինչ տալ, փոխարենը իրենց աթոռներից սոսնձված մնան, այսինքն իրենք պահելով իրենց իշխանությունը պատրաստ են ցանկացած բանի վրայով անցնել այն բաների, որ մեր համար սրբություն է եւ ինքնության մաս է կազմում։ Այդ ամեն ինչը ոչնչացնելով իրենք այդ մեսիջները ուղղում են, որ տեսեք, մենք պատրաստ ենք ամեն ինչի վրայով գնալու։ Կրկնում եմ, տենց բան չկա, փաստերը այնքան շատ են պատմությունը փոխելու, հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելու դպրոցական դասագրքերից ուրեմն հանելով նաև մեր եկեղեցու պատմությունը, գիտենք, որ ազգային իրեն ինչ մեծ արշավ է գնում, ուրանալ ամեն ինչ, Արցախ, արժեքներ, ինքնություն, տեսակ, ամեն ինչը Եվ ի վերջո նաև կրկնում եմ թշնամին տեսնելով որ այս զիջումները, այս ամեն ինչը պատրաստ են, իրենք կանգ չեն առնելու։ Իրենք միշտ այսպիսի մի նաև խոսույթ կա ադրբեջանական, որ մենք պետք է պահանջենք մաքսիմումը, որ ստանանք գոնե մինիմալը ստանանք։ Եվ կրկնում եմ, սա շատ վտանգավոր է, սա կանգ չի առնելու, այս զիջումներին գնալով էլ ավելի կործանարար զիջումների են գնալու եւ սա փաթեթավորելու են, որ սա խաղաղության դարաշրջանի, խաղաղության, եսիմ ինչի քողի տակ։ Հիշեցնեմ, որ տարբեր պետություններ իրենց սիմվոլների վրա տարբեր նշաններ կա, առյուծ կա, տարբեր իրենց պետությանը տարածքներին չպատկանող խորհրդանիշներ կա, որոնք իրենց զինանշանի վրա կա, իրենց խորհրդանիշների վրա կա, եւ դա որևէ մի կերպ խնդիր չի առաջացնում։ Նույն Վրաստանը օրինակ հենց սահմանահատման կնիքի վրա քարտեզ է, որում ընդգրկված է նաև Հարավային Օսիան եւ Աբխազիա։ Եվ դա ոչ մի կերպ նրան չի խանգարում։ Իհարկե։ Ինչ կարևոր է, թե ինչ էմոցիաներ կառաջանան հարևանների մոտ, ինչպես Արմեն Գրիգորյանն էր ասում։ Դե եթե այդ էմոցիաներին բանի տան, то մի հատ պատ կառուցեն, որ Արարատ լեռան վրա չնայեն էլ։ Այսինքն ես չգիտեմ, սա աբսուրդ է, սա ուղեղի մեջ չտեղավորվող բան է, սա բանականությունից դուրս է, սա նաև կրկնում եմ, սա նաև պղծություն է, սրբապղծություն է բոլոր մեր այն զոհերի հիշատակին, որոնք որ իրենց կյանքի գնով մեր երկիրը պահել են, սա մեր ցեղասպանության զոհերի, այսինքն ոնց կարա նորմալ մարդու ուղեղով նման բան անցնել։ Եվ կրկնում եմ, սա հետևողականորեն տարվող քայլ է, նաև սրան հաջորդող process-ներով նաև վատ այն է, որ սրա մասին մենք ասել ենք, սրա մասին մենք զգուշացրել ենք մեր հայրենակիցներին, որ սրանք գնում են այս ճանապարհով։ Այո, այս ճանապարհով։ Եվ երբ որ մենք խոսում ենք սրա մասին, ասում ենք ինչ եք խոսում, ինչ եք ասում։ Սա անդիմությունն է խոսում, բան նման բան չկա եւ այլ, բայց իրենք 21 թվականին էլ ընտրություններին խափելով կորզեցին չնայած ընտրախախտումներին, բան կորզեցին մեր հայրենակիցների քվեն, հետո անամոթաբար ասեցին դե պետք է այդ ժամանակ տենց էինք ասում։ Այսինքն պետք էր այդ ժամանակ խափել ժողովրդին, խափեցին ժողովրդին։ Նույն Արցախի պարագայում, նույն տարածքների պարագայում, մեր սահմանների պարագայում, այսինքն ամեն ինչում են տենց։ Հիմա բանակի պարագայում նորից էլի ապառազմականացման այդ պահանջը ուրիշ փաթեթավորմամբ, ուրիշ ձևով, ուրիշ այսպես ասած բաներով, խափեությամբ փորձում են նաև սա տեղավորեցնել նաև իրենց այս կապիտուլյացիոն այս գործընթացների մեջ։ Տեսեք, դուք էլ նշեցիք, որ խաբեությամբ կորզեցին այդ քվեները, բայց այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, այդ իրական Հայաստանի հեղինակները հենց մեր գերդաստանների մեծ մայրերն են, որ 21 թվականի քարոզարշավի ժամանակ իրանք ինձ ասում էին, որ խաղաղություն են ուզում եւ այդպես ծնվեց իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այսպես ասած։ Թե ոչ մեկ պատերազմ չի ուզում, որևէ մի բանական մարդ պատերազմի կողմնակից չէ։
առհասարակ այդ եթե մենք նայենք պատմությունը, նույն այդ պատերազմների ժամանակ մեր ընկերներն են զոհվել, մենք ենք ամենաթանկը վճարել եւ մենք այդ հաստատ այդ պատերազմ ու զոհը չենք եւ ես ուզում եմ հիշեցնել, որ 19 թվականին Նիկոլ Փաշինյանի սեղանին փաստաթուղթ է դրած եղել կարգավորման փաստաթուղթ ինքը չի խոսում դրա մասին, չի հրապարակում այդ փաստաթուղթը, ինչ փաստաթուղթ է։ Հետո այս ավերը, այսքան զոհերը, այսքան պատերազմները ով է բերել։ Նիկոլ Փաշինյանը չի բերել մեր ժողովրդի գլխին։ Հետո անկախության հռչակագրի օրվա հետ կապված իր հայտնի ստատուսը որ կար, որով ասում էր, որ եթե մենք գնայինք կարգավորման այդ ճանապարհով, մենք չէինք ունենա սա։ Այսինքն ինքը ասում է, խոստովանում է, ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ ես գնացել եմ այդ ճանապարհով։ Ես գնացել եմ այս ավիրների ճանապարհով, ես գնացել եմ այդքան զոհեր, այդքան ավերներ, այդքան մարդկային եւ նյութական կորուստների ճանապարհ, շատ լավ գիտակցելով, թե որտեղ եմ գնում եւ ինչ եմ անում։ Շատ լավ գիտակցելով այդ ամեն ինչը։ Եվ հիմա էլ ասում է, ես խաղաղություն եմ ուզում։ Որն է այդ խաղաղությունը։ Անընդհատ զիջումների գնով, անընդհատ տալու գնով, անընդհատ պայմանավորվածությունների գնով, մեր երկրի ողնաշարը ջարդելով, որն է այդ գիծը։ Ինքը գծեր չունի, ինքը պատրաստ է մինչև վերջ գնալու, այսինքն երկրի մասնատման քայքայման ճանապարհով։ Պարոն Դանիելյան, նաև դա է կանխատեսում, ընդդիմությունը նաև դա էր կանխատեսում եւ ձեր խմբակցության падգամավորներից մեկն առաջարկում էր Արարատ Միրզոյանի անունը փոխել անգամ։ Ձեր կարծիքով այս աբսուրդային որոշումները միջև ուր կարող են հասնել։ Դե հա, իրենք էլ մի օր կարող են ասել այդ անունը սադրում է, այսինքն Արարատ Միրզոյանը որ գնա բանակցությունների, քանի որ իր անունը Արարատ է, դա խնդիրներ է առաջացնում այդ պետությունների եւ օրինակ անունը փոխել կամ ասենք խոսքի այդ շրջանի անունը փոխել Արարատի կամ մյուս խորհրդանիշների կամ մեր կոնյակի, այսինքն սա աբսուրդի հասնող բան է, եւ ի վերջո կրկնում եմ, սա մեզ բերելու է ազգային աղետի է բերելու եւ այդ աղետի հեղինակը իրենք են։ Մի սահմանազատման գործընթացի ժամանակ էլի խափեցին, ասեցին, որ մենք գնում ենք, այսպես ասած, մեր սահմանների ճշգրտման, մենք ասեցին, որ կոնտուրներով բոլոր կետերը պետք է համաձայնեցվեն, հյուսիսից հարավ պետք է համաձայնեցվեն, նոր գնանք այդ գործընթացների, էլի միակողմանիորեն զիջեցին, հիմա էլ մեր ժողովրդի ներկայացնում են, որ գիտեք ինչ, մենք ստացել ենք ինչ որ մի 20 մետրանոց պատ, 20 մետրանոց պատ են ստացել, մի սանտիմետր, մի միլիմետր հող Ադրբեջանը չի զիջել, հիմա էլ ասում են Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական հողեր, կան ադրբեջանական տարածքներ։ Այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը կոնկրետ 200 քառակուսի կիլոմետրից ավել հայկական տարածքներ է օկուպացվել, դրա մասին խոսք չկա, դրա մասին ծխտուն անգամ չեն հանում։ Եվ ասում են, երբ հասնի այդ շրջաններ սահմանազատումը, այն ժամանակ կորոշենք։ Երբ է հասնելու այդ ժամանակը։ Ով է կոնկրետ ժամկետներից խոսել։ Ինչի՞ չի սահմանազատման այդ իրեն ճակերտավոր գործընթացը սկսել այն տարածքներից, որոնք ակնհայտ խնդրահարույց է եւ վտանգ են ներկայացնում կոնկրետ բնակավայրերի։ Թշնամին ջերմուկի գլխին նստած է։ Ինչի՞ ասում էին, այդ սահմանազատումից հետո էսա կգա հերթը հարևան գյուղից, Վերքաբերից 900 հեկտար ստանալու։ Ստացան։ Ժամանակ է անցել, տարուց ավել է անցել դրանից։ Ստացել են որևէ սանտիմետր։ Իհարկե չեն ստացել, ու չեն ստանալու։ Ու դուք ադրբեջանցի պաշտոնյայից բարձրաստիճանից մինչև ամենացածր ռանգի լսել եք նման բան, որ ասեն մեր տարածքում կան հայկական տարածքներ։ Չկա նման բան, չեն խոսում դրա մասին։ Հակառակը այստեղից հայտարարություններ է հնչում, դե կան այստեղ ադր։ Ես կառավարության հարցուպատասխանի ժամանակ էլ այդ հարցը տվեցի։ Այսինքն ինչ իրավական հիմքերով ես դու ասում հորջորջում, որ այստեղ կան ադրբեջանական տարածքներ։ Հերիք չի մեր երկրի մեր պետության հաշվի մեր հերոսների արյամբ գծված այդ սահմանների հաշվին դուք խուրդեք պետությունը։ Ցավոք սրտի։ Պարոն Դանիելյան, ժողովրդին ոչ միայն խափում են,
ստում են, այլ նաև թաքուն են պահում որոշ բաներ։ Նույն այդ որոշումը, որի մասին սկսեցինք խոսել, ընդունվել է կառավարության նիստին չզեկուցվող որպես չզեկուցվող հարց եւ ցանկացած յուրաքանչյուր կառավարության նիստ 40-ից 50 հարց է ունենում, որից ընդամենը զեկուցվում է, չգիտեմ, ասֆալտի վերաբերյալ ինչ-որ հարց, մանրամասն բոլոր փողոցներով ներկայացվում են, իսկ օրինակ պարտքերի վերաբերյալ հարցերը կամ չեն զեկուցվում, կամ զեկուցվում են հպանցիկ ինչ-որ տեղեկություններ, ընդհանուր տեղեկություններ հաղորդելով։ Էլ ինչ հակապետական որոշումներ կարող են ընդունվել հանրությունից թաքուն։ Տեսեք, երկու զուգահեռ գործընթաց է գնում։ Մեկը հրապարակային է, մեկն էլ կուլիսների հետևում։ Իրենք այսպես կոչված իրենց նաև արտահայտություն ունեն, հետևյալը բանավոր փոխհմբռնումներ։ Հիմնական պայմանավորվածությունները տեղի են ունենում բանավոր փոխհմբռնումների քողի տակ, այդ բանավոր փոխհմբռնումների արդյունքում օրինակ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվեց թշնամուն։ Բանավոր փոխհմբռնումների ժամանակ Տավուշից տարածքներ պայմանավորվեցին այդ տարածքները, որ պետք է տան, մենք այդ հարցերը երբ որ բարձրացնում ենք եւ գրավոր, ես էլ եմ գրավոր դիմումներ ուղղել եւ հրապարակային այդ հարցերն ուղղել, ասում են նման բան գոյություն չունի։ Հետո գալիս ինչ որ մի պահի մեր հայրենակիցների փաստի առաջ են կանգնացնում։ Ասում են էսա, տարբերակ չկա։ Չեք ուզում կմորթվեք։ Այսինքն պետության ղեկավարությունը ահաբեկչի դերում է։ Այսինքն ահաբեկում է սեփական ժողովրդին, ասելու որ ես ձեզ համար բան չեմ, այստեղ որևէ մի կշիռ, որևէ մի արժեք չունեմ, այդ ձեր խնդիրը հասարակ հայ մարդ, քո խնդիրը ադրբեջանցու հետ, կամ թուրքերի հետ է։ Ես այդտեղ կապ չունեմ, այդ տեսեք, եթե այս զիջումներին չգնանք, ուրեմն դուք կմորթվեք։ Այսինքն սա տիպիկ ահաբեկչի հոգեբանությամբ, ահաբեկչի գործելավոճով աշխատանք է։ Եվ որ ասում եք, բա թաքցնում, իհարկե թաքցնում են։ Իհարկե շատ բաներ մեր ժողովուրդը իմանում է ամենավերջին պահին։ Այն հպարտ քաղաքացիներում դիմում էր, ասում էր 3 միլիոն վարչապետ կա, կամ այն հերոս հարկատունները, կամ որ հերոսներ էր կարկում տարբեր բանի, այդ մարդկանց հետ, որևէ մեկի հետ խոսակցություն անգամ չկա, նեղ շրջանակով մի քանի հոգով որոշում են հայ ժողովրդի ճակատագիրը։ Հիմա էլ նույն ձեր ասածը չի ասում պարտքեր, մեր պետական պարտքը 14 միլիարդ 100 միլիոն դոլար է։ Ամեն ամիս 100 միլիոն դոլարից ավել պարտք է կուտակվում։ Այդ պարտքը ինքը չի տալու։ Այդ պարտքը սերունդների ուսերին է։ Հերոս հարկատունների։ Հերոս հարկատուններ, դուք պատկերացնում եք մարդը անընդհատ տան մոդելով ասես, էլի, տղամարդը անընդհատ գնում է վարկ ավերցնում, հա լավ կարող է լավ խոլ առնեն, չգիտեմ, ինչ որ լավ բաներ առնեն տանը համար, բայց վերջում գալու է դրա վճարելու ժամանակը եւ այդ վճարողը այդ տան այն կինը կամ ընտանիքի մյուս անդամներն են, չէ՞, բան անելու։ Այսինքն հիմա կրկնում եմ, փորձում են, անգամ այդ պարտքերը որ վերցնում են, այդ հսկայական պարտքերը որ վերցնում են, այդ գումարներն էլ աներևակայելի մսխվում են։ Աներևակայելի, ինչի որ ձեռ ես տալիս, այդտեղ կոռուպցիա է։ Չգիտեմ, խաղահարապարակներ, ասֆալտ, չգիտեմ, պուրակ կլինի, այլ բաներ կլինի, ֆեստիվալներ կլինի եւ այս վերջում պղծվածության եւ այսպես ասած անարգանքի գագաթնակետներ, երբ որ ուրեմն ամսի 13-ին ջերմուկի հարձակման օրը ֆեստիվալ, խրախճանքներ, էլի գումարների հսկայական վատնում, այդ օրը պետք դա համազգային հարգանքի, թուրքի, չգիտեմ, խոնարհումի եւ այդ օրը լրիվ ուրիշ խորհուրդ պետք է լիներ, բայց չէ, հենց իրենք նպատակադրված են հենց այդ օրերին գնում այդ ստորքայլին, ասում դե մեր ժողովուրդը պետք է ուրախանա, այսինքն այդ ապրումակցումը բա որտեղ է, բա այդ մարդկանց ընտանիքները, որ ամեն օր ողբի մեջ են, այդ մարդկանց ով պետք է կարեկցի, գոնե այդ օրը չանեիք, գոնե այդ օրը չլներ այդ ամեն ինչը։ Հիմա անհայտության մեջ գտնվող 191
մեր հայրենակիցներից կա։ Մի քանի օր առաջ այդ օրը հրավիրված են, ես իմ գործընկերուհին գնացինք այդտեղ եւ այդ մարդկանց չգիտեմ, այդ մարդկանց վիշտը անբացատրելի է։ Որ մեկը գնաց այդ մարդկանց հետ խոսեց, որ մեկը այդ մարդկանց հարցրեց, բա այդ անհայտության մեջ գտնվող ձեր երեխաների, ուրեմն ծնողների ճակատագիրը։ Չէ, այդ հայցերը հետ են քաշում։ Որ մարդիկ ինչ որ հույսեր ունեն, որ այդ միջազգային հայցերի բավարարման կամ այդ հայցերի հետևից գնալով գոնե որոշակի ինֆորմացիա կունենան իրենց ընտանիքի անդամների։ Չկար այդ, չկար։ Եվ հասարակ կրկնում եմ, հասարակ ապրումակցումը, հասարակ այդ մարդկանց խնդիրներով տասնյակ խնդիրներ կար, որ նաև մեզ բարձրաձայնից հետաքրքիր չեն իրենց։ Բառից բուն իմաստով հետաքրքիր չեն։ Կներեք, մարդկա իրենց պարտադրել են, որ ճանաչեն այդ մասունքները, 3 ձեռք են տվել այդ մարդուն, 3 ձեռք։ Ինչ ասես այս իշխանություններին, որ ասում են գերիները մեր համար գոյություն չունեն, չկան մեզ համար գոյություն չունեն այդ մարդիկ։ Այդ են սրանք, մեր ժողովուրդը պետք է ռեալ հասկանա ում հետ գործ ունի, Այսօր Բաքվի դատարանում մեր հայրենակիցներին դատում են այդ մարդկանց։ Իսկ գուցե վտանգ խոշտանգում են այդ մարդկանց։ Սպանության ինքնասպանության դեպքը արձանագրվել։ Ինչ են բանակցել այսքան ժամանակ։ Ինչ են այդ մարդիկ միջև հիմա այնտեղ։ Հլացտեղից են հայտարարություններ ա գնում, որ լավ պիտի հասկանանք, օրինակ Ռուբեն Վարդանյանը ինչ գործ ուներ Արցախում։ Գուցե վտանգ է տեսնում այդ մարդկանց մեջ։ Դե իհարկե, եթե ինքը այստեղ արտահայտություն անում եւ այնտեղ մարդկանց քրեական գործ են ավելացնում, հենց իր արտահայտությունից հետո քրեական գործը ավելացել։ Ասում ինչ գործ ուներ, լավ պիտի մի հատ հասկանանք։ Լավ դուք մարդ չեք։ Լավ դուք ով եք։ Որ ասում են այնտեղ պայմանները նորմալ է։ Ախր բարձ ակնհայտ երևում է, որ այդ մարդիկ խոշտանգման են ենթարկվում։ Այդ բաները կան։ Եվ ավելին ասեմ, նույն մեր գործընկերները, երբ որ ԵԱՀԿ-ում, այլ ֆորմատներում ԵԽԽՎ-ում խոսում են նրա մասին, որ պետք է ուրեմն գերիների հարցով հատուկ հանձնաժողով ստեղծվի, հատուկ մարմին ստեղծվի, որ գնան տեսնեն այդ մարդկանց վիճակը, բան, Հայաստանի իշխանությունները խոչընդոտում են, դա ակնհայտ է։ Մեր գործընկեր Լիլիթ Գալստյանը իր միջամտությամբ այդ հարցը բարձրացրել եւ պատրաստ են եղել այդ ամեն ինչ անեն։ Բայց այդ միջազգային գործընկերները ասում են, տեսնում եք, ասում են ձեր իշխանությունները, մենք ինչ կարանք անենք։ Մենք ինչ կարանք անենք։ Դուք նշեցիք, որ ղեկավար իշխանությունը ահաբեկում է ժողովրդին, բայց այսօր ահաբեկի չեն հանում մեր եկեղեցու սրբազաններին։ Այսօր էլ շարունակվում է սրբազանների դեմ դատավարությունը։ Ինչ ելք եք տեսնում դատավարություններից, հաշվի առնելով քաղաքական պատվերի հանգամանքը եւ հաշվի առնելով նաեւ Փաշինյանի հայտարարությունը, արդյոք կգտնվի դատավոր, որ չանի իր ասածը։ Իրենք նախ իրենց սահմանադրական կարգը տապալեցին, առաջին իրենց քայլերից մեկը դատարանների շրջափակումն էր, վնգստացող դատավորներ արտահայտությամբ դատարանները շրջափակելով գնացին դրան, հետո այնուհետև ձեր ասած որ տենց դատավոր կա, որ իմ ասածը չանի, հետո դրան հաջորդեց SMS հաղորդագրությունները, որով SMS-ով նման բան, չգիտեմ, գոյություն չունի, էլի, որ ԲԴԽ նախագահային SMS-ով աշխատանքից ազատ են եւ նաեւ մենք տեսնում ենք անցած անգամ էլ դատավորների ընտրության ժամանակ մենք ասում ենք այդ ձեր այդ մակագրությունները էլեկտրոնային որ պիտի դա այդ համակարգը որոշի որ դատավորի գնա չկա չի աշխատում դա կոնկրետ դատավորների մակագրվում է կոնկրետ կալանք տվող իրենց սրտի դատավորներին այդ որոշումները դակվում է եւ այդ մարդիկ հայտնվում են ճաղերի հետևում Միքայել Սրբազանի գործը այդպեսին է, Բագրատ Սրբազանի գործը նույն ձև էլի այդ շրջանակներում է տեղավորվում, Սամվել Կարապետյանի գործը, որը մարդն համենը ասել էր մեր ձևով կմիջամտենք, այսինքն պարզ դատական համակարգի ուզուրպացիա տեղի ունեցել եւ այն դատավորներն էլ այն քիչ դատավորները որ կան որոնք որ ինքնուրույն վարկագիծ են
դրսևորում, այդ մարդիկ հայտնվում են թիրախում, թե ինչու օրինակ այս կամ այն մարդու խափանման միջոցը փոխվել է, կամ տնային կալանքատվել, կամ վարչական հսկողություն տրվել։ Գործը դեռ չբացահայտված կամ գործը դեռ չսկսված, արդեն այդ դատավարական ընթացը չսկսած, քաղաքական առումով ուղղորդումներ ա լինում։ Իրենք ԿՊԱ-ականներով, ազգային ժողովի падգամավորներով արդեն մարդկանց արդեն որոշումներ են տակում։ Ամեղության կանխավարկածը չկա, իսպար վերացած է Հայաստանի Հանրապետությունում, չկա նման բան։ Իրենք արդեն ուղղորդում են իրավապահ համակարգին, տեսեք, սա ահաբեկիչ է, սա այս է, սա այն է, սա այն է, եւ պարզ է, չէ, որ արդեն դրանից հետո օբյեկտիվ դատավարության մասին խոսելը աբսուրդ է։ Էլ արդեն իրենք այդ մարդկանց արդեն պրիգավորը կայացրել են։ Արդեն ԿՊ ներսում այդ մարդկանց պրիգավորը կայացրել են։ Եվ իրենք էլ ասում են, որ հանկարծ եթե այս որոշումից դուրս որոշումներ կայացվի, դուք կպատժվեք, առնվազն աշխատանքից կազատվեք։ Եվ հակառակ այն դատավորները, որոնք ինքնուրույն կեցվածք են դրսևորվում, եւ ես անցած անգամ էլ ասեցի, դատավորը ուրեմն բոլոր ատյաններով հաղթել է դատերը, որ իրեն աշխատանքից ազատել են քաղաքական որոշումներ չկայացնելու պատճառով, այդ մարդը կադրերի ռեզերվում է գտնում, չեն էլ վերականգնում, էլի, այդ մարդը, որ այդքան տարիների ընթացքում գնացել է, բոլոր դատերը շահել է, այսինքն զրո պատասխանատվություն, ուղղորդումներ եւ կրկնում եմ, այն դատավորներն, որոնք ամենացածր վարկանիշը ունեն, իրենք պաշտոնական առաջընթաց են ունենում, ասենք, իրենց պաշտոնների բարձրացում է տեղի ունենում, իրենց այդ սրտի դատավորների պաշտոնների բարձրացում է տեղի ունենում, խայտառակություն է, չկա դատական համակարգ, չկա ուրեմն չկա քննչական մարմինները, էլի պարզ է ինչ ձևով են ուղղորդում, ոստիկանության մասին էլ չխոսեմ, այս է իրականությունը Հայաստանում։ Դուք բնակչության հանրության հետ շատ եք շփում ունենում, արդյոք մարդիկ հավատում են, որ օրինակ Բագրատ Սրբազանը եւ իր հետ անազատության մեջ գտնվողները ահաբեկիչներ են։ Գիտեք ինչ, նախ իշխանության քարոզչամեքենան տարբեր մեկը արդեն գիտեք, որ ինչ գործառույթ ունի, իրենց նաև այդ ֆեյքերով, իրենց կեղծ էջերով, իրենց տարբեր քարոզչական մեքենաներով մեր ժողովրդի վրա փորձում են ազդեցություն ունենալ, տպավորություն թողնել, որ տեսեք ահաբեկիչներ են եւ այլն մեկ մյուս, բայց սկզբնական այդ մարդկանց անորոշությունը կամաց հասնում է նրան, որ մարդիկ արդեն հասկանում են, որ սա շինծու գործեր է։ Նույն Միքայել Սրբազանի գործն էլ երեք որ դատարանում քննում էր, այդ մարդը մի քանի անգամ առնվազն այդ հայտարարությունը արել է, իր մտքերն ա եղել, ասել է այդ մարդը, հետո հայտնի այդ դատախազության գրությունը, որով հանցակազմի բացակայություն չեն տեսել, բայց չէ, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ չէ, եթե հանցակազմ կա, ինչի մասին խոսես, ինչի մասին ասես։ Կամ նույն Կարապետյանի գործը, որ մարդուն տարել են փակի տակ պահում են, կամ նույն Բագրատ Սրբազանի, այնինքն այն ինչ որ կա կեղծիք սուտ, ասում են, որ պիտի ավտոբուսներ այրեին, չկա նման բան, քրեական գործի մեջ չկա նման բան, գոյություն չունի։ Հրայց Արկաբագի համար, որ այդ կեղծ մեղադրանքը ներկայացնում, նման բան գոյություն չունի, չկա։ Այդ դատավորն էլ ասում է, եղբայր, ես այս մարդու խափանման միջոցը փոխել եմ, որովհետև չկա, որևէ մի ապացույց չկա, ինչ եք ուզում ինձնից։ Արդեն նույն էզմի դատականիստի ժամանակ էլ արդեն վարչական հսկողություններ փոխել չբացակայել։ Իրանք ինչ են անում, կուծք էին ծեծում, ասում են, տեսեք, մեզ պետք է սպանեին, մեզ պետք է բան անեին, աստղիկները, ոչ աստղիկ կա, ոչ ավտոբուս այրելու դեպք կա, ոչ այդ որ ասում են պատերի տակ պետք է գյուլեն, չկա նման բան։ Չկա նման բան չկա։ Իրենց երևակայությունում է։ Այո, դե ընդհանուր տարբեր երկրների ուրեմն կառուցակարգերի մասին է խոսքը, ասում են, այս երկրում sense օրինակ ժողովրդավարության բաստիոն կոչված Ամերիկան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե չեմ սխալվում, 21 նահանգում մահապատժի օրենքը կա գործում է տարբեր հանցանքների համար, էլի։ Քննարկումը եղել է ինչ որ հնարավոր մոդելի պետություն կառուցելու դեպքում հնարավոր մահապատժի կիրառումը դավաճանների նկատմամբ, որոնք որ պետական դավաճան են։ Այսինքն սա բերել դարձնել, որ պատերի տակ պետք է մարդկանց
բան անել։ Լսեք 70,000 կամ 60,000 տարբեր գնահատականներով հանրապետության հրապարակում 1 տարի առաջ մարդ է հավաքվել եւ այդ օրերին ինչքան մի հատ ապակի չի ջարդվել, մի հատ գույք չի վնասվել, մեկին վնաս չի տրվել։ Ինչի մասն է խոսքը։ Եթե նման մտադրություն լիներ, այդ մարդիկ կտեղ էին, էլի։ Բոլորը կապացուցեին։ Պարզ չի, որ երբեք այդ ճանապարհով սրբազան պայքարը այդ ճանապարհով չի գնացել։ Այսօր խայտարակությունն է, մեր ազգի խարանն է, որ սրբազանները ԱԱԾ մեկուսարանում են։ Այսօր մեր ազգի խարանն է, երբ ազգային բարերարը ԱԱԾ մեկուսարանում է, ուրեմն Որթեկորյուս հերոսացին ծնողը ուրեմն անազատության մեջ է, հրամանատարները, գեներալները այսօր տարբեր քրեակատարողական հիմնարկներում են եւ ազատամարտիկներ, տարբեր ուրեմն մարդիկ, գործարարներ այսօր անազատության մեջ են, խայտարակություն է։ Պարոն Դանիելյան, այս ամենից հետո մեզ լսող քաղաքացու մոտ հարց կարող է առաջանալ ելքը, ինչի սպասել։ Եթե հանկարծ չփոխվեց իշխանությունը, վատագույն փոփոխությունների են սպասում երկրի ներսում, ինչի սպասի ժողովուրդը եւ ինչի պատրաստ լինի։ Նախ չտրվի սրանց կեղծ մանիպուլյացիաներին, խաբկանքներին, ամենաշատը մենք ենք ուզում խաղաղություն, որովհետև ամենաթանկը մենք ենք վճարել։ Երբեք պատերազմով անցած մարդիկ, իրենց ընտանիքները, որ անցել են այդ ամեն ինչի մեջով, երբեք պատերազմի կողմնակից չեն եւ խաղաղությունը այդքան խաղաղության գինը իմացող չկա, ինչքան որ մենք։ Նախ չտրվեն այդ մանիպուլյացիաներին, մենք ենք իրական խաղաղությունը ուզողը։ Երկրորդը նաև ես մեր հայրենակիցներին հետևյալ կոչով եմ ուզում դիմել այս ընթացքում բոլոր այն մարդիկ, որոնք որ պայքարել են, մեր ընկերները, որ հիմա անազատության մեջ են, նույն Արթուրը Սարգսյանը, ազգային ժողովի պատգամավոր, էլի մեր շատ ընկերների Իգորը Սարգսյանը, որ Գերագույն մարմնի անդամ է, սրբազանները, ազգային բարերարները, այդ մարդիկ անկեղծ մղումներով են առաջնորդվել եւ հայրենիքն ու պետությունը իրենց համար բացարձակ արժեք, ամենաթանկ արժեքն է։ Մենք պայքարել ենք այս ամբողջ ժամանակահատվածում, խորհրդարանից դուրս, փողոցում, այդ պայքարը ամեն օր ու ամեն րոպե մենք տանում ենք եւ մենք որևէ մի սանտիմետր հետ չենք գնացել մեր նպատակներից։ Մեզ քրեական գործեր կհարուցեն մեր վրա, կտանեն անազատության մեջ կպահեն, մեր ընտանիքի անդամներին կփորձեն ահաբեկել, տարբեր, չգիտեմ, շինծու գործեր բան կանեն, մարդկանց առօրյան կփորձեն սարքել դժոխք, բայց մեկ ամենք մեր պայքարից հետ չեն կանգնելու, որովհետև մեր պայքարը հանուն մեր հայրենիքի, մեր պետությանը եւ ցանկացած ֆորմատում պայքարից այլընտրանք չկա։ Այս իշխանությունների վարկանիշը օր-օրի ընկնում է։ Օր-օրի ժամ առ ժամ հավաստիացնում եմ ձեզ, ես է շփվելով մեր հայրենակիցների հետ, ընկնում է։ Իրենք փրփուրներից են կախվում, իրենք գիտեն, որ այլևս ժողովրդի վստահությունը չունեն։ Մի փոքր խմբի վրա են կարողանում իրենց քարոզչությամբ, իրենց պետական լծակներով ազդեցություն ունենալ, բայց հավատացեք, դրանք մեծամասնություն չեն։ Եվ ամենակարևորն էլ նա է, որ մեր ժողովրդի մի այսպես ասած ոչ քիչ քանակությամբ մարդիկ կան, դրանք քիչ չեն, որոնք որ անտարբեր են։ Ես կցանկանամ, որ այդ անտարբերության սառույցը հալվի, այդ անտարբերության պատը ի վերջո այդ պատը քանդվի, որովհետև սրանք օգտվում են նաև այդ անտարբերությունից։ Հայրենիքը պահանջում է նաև որ անձնազոհություն, հայրենիքը պահանջում է նաև որ մենք ամեն օր խնամենք մեր հայրենիքը պահանջում է որ մենք էլ մեր կոմֆորտ զոնայից դուրս գանք։ Ի վերջո կրկնում եմ մեր հերոս նահատակները, որոնք զոհվել են հանուն մեր հայրենիքի, նրա համար է նաև եղել այդ զոհությունը, որ մենք կարողանանք մեր ազգային արժեքները պահենք, որ մենք կարողանանք մեր պետության այս պատառիկները կարողանանք պահենք, որ մենք անտարբեր չլինենք արցախցի մեր քույր եղբայրների նկատմամբ, որոնք որ իրենց տուն ունեցված, ամեն ինչ կորցրել են եւ հիմա իրենք ստիպված արտագաղթի ճանապարհն են բռնել։ Իրենք զոհվել են հանուն նրա, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ ապրի, որ այս պարտքերի տակ
ճռա, որ ամեն օր 24 ժամ չաշխատի, որ իրենք ճոխ ու ասես շվայտ կյանքով ապրեն, որ իրենք ամենաթանկանոց բադավատներով ման, որ ամեն օր պետական բյուջեն մսխեն, որ ամեն օր 4000-ից 5000 դոլար իրենց դաչաների վրա ծախսեն, որ ամեն օր իրենք չհարստանան, բայց այն գյուղացին, որը որ մենակ ամենացել եւ չգիտի այդ բերքը ոնց ռեալիզացիա անի, ինքը կարողանա ի վերջո իր ընտանիքի կարիքները հոգա եւ ի վերջո հայ մարդը կարողանա ազատ եւ անկաշկանդ իր կարծիքը արտահայտել եւ այդ կարծիքի համար չհետապնդվել։ Այս ամեն ինչը խնդիրներ է եւ այս խնդիրները կարող են լուծվել միմիայն այս իշխանությունների հեռացման ճանապարհով։ Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա, մեր ավետյաց երկիրը, մեր սուրբ երկիրը, մեր արժեքներով, արժեքային համակարգով, մեր տեսակով, մենք տեսակ ունենք, ամեն մի ազգ, ամեն մի ժողովուրդ ունի տեսակ։ Մենք այսօր ցավոք պիտի արձանագրենք, որ այսօր մեր տեսակը պահպանելու խնդիր ունենք մեր երկրում։ Այսօր մեր եկեղեցին պահելու խնդիր ունենք մեր երկրում, եւ դրա համար յուրաքանչյուր հայի աջակցումը, սատարումը իր խոսքով, իր գործով պետք է այս իշխանությունն իմանա, որ ինքը մի փոքր խմբի կարա մանիպուլացնի, բայց ազգն ու ժողովուրդը չեն կարա հաշտ լինեն այս իրականության հետ եւ այդ օրը գալու է իրենք իշխանություն չեն լինելու եւ իրենց բոլոր արածների համար գալու է պատասխան տալու ժամանակը։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան։ Ես եմ շնորհակալ։